Պարոն Օհանյան, նաև դուք եք այդ օրերին Արցախում եւ հաճախ կարծիք է հնչում, որ անկազմակերպ էր ստեղծված իրավիճակը, դուք ինչի հետ եք կապում եւ արդյոք անկազմակերպ էր ու դա էր հենց պարտության պատճառներից մեկը։ Ուրեմն անհաջողությունների եւ պարտության պատճառները մի քանիսն են, որոնց մասին ես կարծեմ մի քանի անգամ ասել եմ։ 3-ն են դրանք։ Առաջինը 2018 թվականից սկսած լուրջ հարված է հասցվել զինված ուժերի կառավարման համակարգին, շարունակական եւ հաճախակի պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, պաշտպանության բանակի հրամանատար փոփոխությունները որոշակի ազդել են կառավարման համակարգի մարտական խնդիրների հստակ իմացության եւ լայնամասշտաբ այսպիսի գործողություններում հստակ գործելու եւ հաջողություն հասնելու համար։ Ընդ որում նաեւ այդտեղ ես նշում եմ Գերագույն հրամանատարի դերակատարությունը, որը որ ինքը լինելով Արցախում այսօր ասում է, չէ, ինչ գործ ունեիք Արցախում, ինչ գործ ունեիք դու Արցախում կամ քո հարազատները, քո որդին, քո կինը ինչ գործ ունեին Արցախում այդ դեպքում։ Բայց եթե դու եղել ես Արցախում եւ քո ներկայությունը այնտեղ ոչինչ չի բերել, արդյունքը իմաստը գնալ Արցախ, եթե դու չես կարողացել մարտական գործողությունների ընթացքում ինչ որ քո ներկայության որպես Գերագույն հրամանատարի, որպես կառավարության ղեկավարի, որպես Հայաստանի իշխանության ղեկավարի, որը ստանձնել է Արցախի հանրապետության անվտանգության այսպես պատասխանատվությունը եւ երաշխավոր է հանդիսանում։ Երկրորդը կառուցվածքային փոփոխություններն են ազդել բանակի ընդհանուր մարտունակության վրա։ Կազմալուծվել են որոշակի կառույցներ, փոխվել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումների ամբողջ փաթեթն է փոխվել, կազմալուծվել են ստորաբաժանումներ, օրինակ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ այլն եւ այլն։ Եվ երրորդը կարգապահությունը։ Եթե կառավարումը հստակ չէ, կարգապահությունը մի հատ նայեք տեսեք, սկսած նրանց արտաքին տեսքից, վերջացրած նաեւ իրենց գործողություններով ինչպիսին են, արդյոք նրանք ազդել են այն ժամանակ զինված ուժերի կարգապահության վրա։ Այս 3 գործոնները հարված են եղել զինված ուժերի ընդհանուր մարտունակությանը, ընդհանուր մարտական կարողությունների վրա, որոնք որ բերել են մանավանդ որ պատերազմի ընթացքում չի եղել այնպիսի հեղինակություն, այնպիսի անձնավորություն, որը որ կարող էր բանակին թիկունք կանգնել եւ բանակի արչեւ դրված խնդիրները լուծել։ Հեղինակություն չի եղել եւ եթե այսօր ինքը ուզում է ասել, ուզում եմ այս կետին ուշադրություն դարձնեք։ Ինքը ասում է ես լեգիտիմ եմ, ժողովուրդը ինձ ձայն է տվել։ Ժողովուրդը քեզ ձայն է տվել Արցախի համար, Արցախի անվտանգության երաշխիքը լինելու համար։ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ էլ Արցախի հարցի որոշման եւ նաեւ Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի համար։ Եթե այդ խնդիրը չլիներ, մի հատ տեսնենք, ինքը այդ լեգիտիմությունը այդքան ձայներ կստանար մեր ժողովրդից, ես կարծում եմ, որ ոչ։ Դրա համար է, որ այսօր կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների այսպես ռեյտինգը, արժանինքները, հեղինակությունը օրըստօրե անկում է ապրում, որովհետև ինքը ամեն ինչ արեց, որ Արցախի հանրապետությունը չլինի եւ ամեն ինչ արեց եւ այսօր էլ շարունակում է անել, որոնք որ ազդում են Հայաստանի հանրապետության արդեն ինքնիշխանության, հեղինակության վրա։ Այդ իշխանությունը պնդում է, որ ամեն դեպքում 26 թվականին իրենք ընտրություններում հաջողություն են ունենալու։ Ինչ է դա։ Կարծում եմ, որ իրենք դա ասում են խոսքի համար եւ կարծում եմ, որ մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է անի, որպեսզի թույլ չտա, որ պարտված իշխանությունները, որոնք որ գտնում են հարկադրանքի ներքո, պարտադրանքի ներքո, որպեսզի իրենք նորից վերընտրվեն, որովհետև այն անհաջողությունները, որոնք որ այսօր մենք ունենք, մենք պետք է ֆիքսենք հետեւյալը. մի կողմից պարտադրանք եւ ճնշում, մի կողմից
պարզապես հնազանդություն թուրք-ադրբեջանական տանդեմին։